Բնդում իշխանությունը բան Սաղաթելը։ Տեսեք, իշխանությունը մի բան է, փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախները, մարդկանց մեջ վախ սերմանելով, կոտրելով, բռնելով, ջարդելով, փորձում է պահել իր իշխանությունը։ Իսկ դա անելու համար նախ պետք է հստակ արձանագրել, որ դրանք սահմանադրական կարգը տապալելու գործընթացի մեջ են, ինչ որ անում են օրենքից դուրս եւ ստեղ օրենք, մեկնաբանություն, պաշտպանություն անիմաստ է, բեսպրիձել կարգավիճակով վայնասունը բարձրացած հիստերիկ գրառումներով, ասենք ծիծաղդ գալիս է, քիչ առաջ տեսնում եմ պաշտպանության նախարարի գրառումը։ Դրա մասին է ուզում խոսել։ Չես իմանում, լացես, ծիծաղես։ Այդ պաշտպանության նախարար ես, թե ով ես, ասենք թուրքերի կոշիկները լիզում եք, թշնամին ջերմուկում, Հայաստանի Հանրապետության տարածքից 240 կիլոմետր տարածք զիջել եք, որևէ բան չեք անում, այսօր մեր բանակի վիճակը ինչ որ մատա թափ տալիս, սրիկա չեք, դու սրիկանել ես դու, հայրենիքնել ես դու, ընդհանրապես բոլորդ, այսինքն այս ինչ խոսելու ձև է, այս ինչ է, այսի Հայաստանի պաշտպանության նախարարն է, թե Նիկոլի պաշտպանությունը։ Իսկ այդ ձայնագրությունները, որ լսում էիք, պարոն Սաղաթելյան, ձեր լացն էր գալիս, թե ծիծաղը։ Ինչը։ Այդ որ ասում Ահագին եք ծիծաղել ենք, շատ ենք ծիծաղել, որովհետև այսինքն ինչ անա, հիմա տենց ամբողջ թմով ասում են Սրբազան ասել է գյուլելու ենք, չգիտեմ ինչ։ Սրբազանը տենց բան է ասել, չէ, հարց եմ տալի։ Հարց չեն մի վարքան, հարց եմ տալի։ Այդ ձայնագրության մեջ Սրբազանը տես բան է ասել։ տեմբրը նման էր։ Չէ, ասում են այդ խոսակցության ընթացքում ինչ որ մեկն է ասել, հետո վերագրում են այդ Սրբազանին։ Լավ, այսինքն Այդ զայնագրության մասին ինչ կասեք։ ոչ մի բան ծիծաղել են կանցել է, այսինքն ես չգիտեմ այդ զայնագրությունը։ Իսկ այն ցուցակի մասին ինչ կասեք, որը նախապես գրված էր։ Որտեղից է այդ ցուցակը, ով է գրել, ինձ հետաքրքիր է, այդ ի՞նչ ցուցակ է։ Հիմա կարող եք դուք էլ մի հատ ցուցակ գրել, դնել, ասել ես ինչ մարդն է։ Ես չգիտեմ այդ ի՞նչ ցուցակ գրեք եւ օրինակ ուզենաք բան հրամանության արարողականները։ Ո՞վ ոչ միայն։ Երկու նախարար Նույնիսկ Գառնիկինը չկար։ Չեք նեղացե որ չկա։ Երկու նախարար նշանակված չէ, չեք կարողացել նորմալ կասթինգ անեք, կադրեր չկա, ձեր մոտ էլ է կադրային Ես սով։ մեկ այսքան հումորային է իրավիճակը։ Այսինքն մենք ինչ ենք խոսում։ Ինչ-որ մի հատ թուղթ են գտել, լավ լուրջ հարց եմ տա, որտեղից են գտել այդ թուղթը, այդ ում ձեռագիրն է, ով է նշանակի այդ նախարարն, ամոթ։ Պարոն Սաղաթելյան, հումորից Իրանք հոկտեմբերի 27-ից հետո որ մի հատ թուղթ էին ներկայացրել պաշտոնի, թվում է թե մենք էլ էլի տենց նմանություններ են հիմա գտնում հոկտեմբերի 27-ի եւ այսօր կատարվողի միջև։ Ես ասել եմ, շարունակում եմ պնդել հոկտեմբերի 27-ի շարում իրենք 7 տարի է իշխանություն են, 25 տարի հասարակությունը կերակրել են, 7 տարի է իշխանություն են, ինչի չեմ բացահայտում։ Ես ասել եմ, նորից պնդում եմ երկու պատճառով, կամ ընտրել են դուրս են եկել իրենց տերերի հետքի վրա, կամ հասկացել են, որ ում որ մեղադրում են, իրեն կապ չունեն։ Ինչքան կարելի է, այսինքն 20 տարի իշխանություն չէիք հասարակության ատելությամբ սերմանում եք այդ ամեն ինչը 7 տարի իշխանություն եք։ Մարտի 1 հոկտեմբերի 27, մարտի 1 հոկտեմբերի 27, տարածքի չեք բացահայտում բայց։ Ձեր կուսակից Հրանտ Մարկյանի խոսքերն են վերջին հարցերից ասում են սա նոր հոկտեմբերի 27 պետք է։ Տեսեք, իրանք անընդհատ Հրանտ Մարկարյան նման բան չի ասել, այս հերթական ես երեք եմ այդ մասին խոսել, հող են նախապատրաստում ձերբակալությունների համար։ Էսա ընդամենը մնացածը տեսարանները բեմադրում են ու իմիջիալոց Ալեն Սիմոնյանը ժամանակին են էժան սերիալների մեջ օրավարձով ավելի լավ էր խաղում այդ դերերը, քան թե հիմա, որովհետև շատ անորակ է խաղում։ Պարոն Սաղաթելյան, այսինքն